Ողջույն արգելի հեռուստադիտող, արգելի հետևորդներ, Genesis Armenia-Ուկրաինային կենտրոն, գիտավերլուծական կենտրոնի հիմնադրամը պայմանավորված երկու ստեղծված անվտանգային վերջին իրողություններով եւ հաստատի գոյություն ունեցող հայ-ադրբեջանական սահմանին ստորեւ թեժացող վիճակով շատ արագ փորձագիտական փոքր քննարկում են հրավիրել, որին մասնակցում են Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը, մեդիա փորձագետ վերլուծաբանների Հովտիկյանը, քաղաքագետ եւ Ներզավարվելյան ուսումնասիրությունների մասնագետ Արթուր Ավակիրյան, ինչպես նաեւ քաղաքագետ Սյունե Պետրոսյանը, նաեւ ես քաղաքական տեխնացու դոցենտ Աբրահամ Գասպարյանը, որը զբաղվելու է մոդերատորությամբ, փորձելու ենք մեր մասնագետների հետ հասկանալ ինչ է իրականում տեղի ունենում, ինչու կա ինֆորմացիոն մեծ բաց ի վերջո, ինչպես պետք է ուղղորդել մեր հայրենակցին ճիշտ ինֆորմացիա ստանալ եւ ի վերջո ինչ ռազմաքաղաքական իրադրություն է ստեղծվել, պարզապես ուզում եմ վերհիշել եւ ակնարկել կամ ասել այն ամենը ինչ տեղի է ունեցել 3 գիշերվանց 3 գիշերը ժամի 3:30-ից Գեղարքունիքի մարզի Սոտք Կուտ ազատ նորաբակ ներքին շրջավերին շրջա գյուղերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից հրթիռակոծություն, ականանետեր եւ այլն կրակ է բացել Ադրբեջանը եւ առավոտյան ժամը 10-ից միայն ռուսական միջնորդությամբ հրադադար է հաստատվել Բաքուն Երևանին կոչ է անում անհապաղ սկսել դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքները որոնց վերաբերյալ վերջին 8 ամիսների ընթացքում անընդհատ փորձում է գրավոր պայմանավորվածություն ձեռք բերել հակառակ փաստին, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հետ խայտառակ հայտարարությունից հետո դրանով էլ ամրագրված եւ հունվարի 11-ի Մոսկվայում Երակոմ հանդիպումից հետո նույնպես գրավոր փաստացի որևէ դրույթ չկար, որ կողմերը պիտի սկսեն, բոլորդ էլ գիտեք, որ սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքը երկարատև process է կարող է տևել մի քանի տարի, եթե համեմատական կոնֆլիկտաբանության դաշտ տեղափոխվենք նույն արաբա-իսրայելական հակամարտություն, նույն բալկանյան պատերազմի կամ post-սովետական տարածաշրջանում որոշ կոնֆլիկտներ եթե հաշվի առնենք, այդտեղ բավական երկարատև process է, բայց Ադրբեջանը չի հապաղում, անընդհատ փորձում է այդ խնդիրը առաջ բերել 3 գլխավոր պատճառով։ Նախ առաջին փաստացի գոյություն չունի սահման Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, միջազգայինորեն ընդունված, երկրորդը Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ հռետորաբանություն եւ հռետորաբանությունից անցնում է գործի, չի բավարարվում միայն հայտարարություններով եւ երրորդը Հայաստանը պարզապես չի դիմադրում։ Նոյեմբերի 9-ից հետո պատերազմական գործողությունները դադարեցնելուց հետո մենք մի վիճակում ենք գտնվում, որ Ադրբեջանը անդադ առաջխաղացում է գրանցում, բայց հայկական կողմը, այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը ռեալ որևէ քայլեր չի ձեռնարկում այդ առումով։ Ամենայն դեպս պաշտպանելու առումով եւ սկսենք մեր քննարկումը մեր մասնագետներից, պարոն Քոչարյան, սկսենք ձեզնից, ինչու մեր պատկան գերատեսչությունների մամուլի խոսնակները, որովհետև ժողովուրդը հասարակությունը փորձում է ինֆորմացիան քաղել մեդիայից, չկան, զանգերի չեն պատասխանում, մամուլի աշխատանքը դարձյալ, այսպես խառնի խորան վիճակում է, ես հասկանում եմ, որ երբ ղեկավարություն որպես այդպիսին գոյություն չունի, պետությունը պարալիզացված է, պետությունը չունի վարչապետ, ունի վարչապետի պաշտոնակատար, երկրի ղեկավարը Տոկիոյում էր վերադառնում է Հայաստան, չգիտեմ արդեն վերադարձել է թե ոչ, պաշտպանության նախարարությունում ընդամենը ռազմական կցորդների հետ մի հանդիպում է եղել եւ ինֆորմացիա է փոխանցվել եղած չեղածի վերաբերյալ։ Տեսեք, դեռևս 44 օրվա պատերազմի ժամանակ եւ դրանից անմիջապես հետո ես մի քանի անգամ ընդգծել եմ, որ այն քաղաքականությունը սուտ ասելու, որ մենք տեսանք 44 օրվա ընթացքում, դա ռուսերեն ասած ատլոժնի էֆեկտով բան է լինելու, որովհետև մենք խնդիր ենք ունենալու, որ ապագայում ինչքան էլ ազնիվ մամուլի խոսնակ կա պաշտպանության նախարարություն աշխատանքի, որևէ մեկը իրեն չի հավատալու, այն կառնավալից հետո, որ Արսեն Հովհաննիսյանը եւ Շուշան Ստեփանյանը մասամբ արեցին մեր մեդիադաշտում, այսինքն այդպես աղավաղվեց մեր մեդիադաշտ այն ժամանակ, որ հիմա ելի եմ ասում մարդիկ ուզում են հավատան, բայց կրկին չեն հավատում
Եվ այսօր առավոտվանից ինչ սկսեց կատարվել, այդ խոսքերի հաստատումն է, որովհետև չգիտես որտեղից էլի ծլեց Արծուն Հովհաննիսյանը եւ սկսեց ինչ-որ հոխորտալ մարդկանց վրա ինչ-որ ինֆորմացիաներ տալ եւ այլն, ինչ-որ մատթափ տալ, այ մակտենակ, ներսում կբացահայտվեք, բոլորի տանունները հացած կգրվի բան, հետո ինչ-որ երազքի դիրքերից ինչ-որ լայվ ամրտնում, ինչ անում, հետո պարզվում է, որ բանը չի դեղազորել այդ մարդուն, հա, եւ ինքը պաշտպանության նախարարություն որևէ պաշտոն չի բանանում, չունի։ Այդ դեպքում ուրեմն մնացած գերատեսչությունների բլոգեր Սամազվանից ինչ-որ վիճակ է իրամոտ ու ես պատերազմից հետո էլ խնդրեցի պաշտպանության նախարարությանը արգրավել Արծուն Հովհաննիսյանի եւ Շուշան Ստեփանյանի Facebook-յան հաշիվները, որովհետեւ դա իրենց անձնական հաշիվները չեն, դա մարդիկ գրանցվել են բաժանորդագրվել են այդ հաշիվների վրա, քանի որ այդ մարդիկ ներկայացնում են պաշտպանության նախարարություն, դա պետական հաշիվներ են եւ հիմա թողել, որ ինչ որ մեկը զբաղվի ինքնագործունեությամբ, ինչպես զբաղվում է Արծուն Հովհաննիսյանը առավոտվանից, դա շատ ավելի վատ ձևով եւս մեկ անգամ փոխել մեր տեղեկատվական դաշտը։ Դրա համար ես կրկին խորհուրդ եմ տալիս պաշտպանության նախարարությունը ով մնացել է, այդ հաշիվները շատ արագ արգրավել եւ ծառայեցնել պաշտպանության նախարարությանը։ Պարոն Հոխիկյան, դուք վերին բազմիցս եղել եք, Գեղարքունիքի մարզից եք, ի վերջո դիրքերը նաեւ լավ գիտեք, լավ պատկերացնում եք, Վարդենիսի ցանկում լրագրողներին չեն թողնում առաջ գնալ եւ վիճակի վերաբերյալ ռեալ տեղեկատվություն ստանալ, ապահովել եւ լուսաբանել, ինչու։ Գուցե պատերազմական գործողություններ են, չի կարելի կամ ում է կարելի, ում չի կարելի։ Դա երևույթ չի, դա դեռևս սրանից ամիսներ առաջ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ազգային անվտանգության ծառայությունը այդպիսի որոշում կայացրին, որը մասամբ ճիշտ է, մասամբ սխալ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզանում մեդիա գրագիտությունը, նաև լրագրողների շրջանում շատ ցածր մակարդակում է, որ ոչ բոլորի մասին է խոսում։ Եվ եթե հիշում ենք Ոմն Դանիել Յուրանիսյանը, որ տարբեր տեղերում հայտնվում է տարբեր առիթներով, վերջերս երազքում գնաց իբրև թե սուրճ է խմել, հա, հասկանում եք։ Մինչև այդ էլ վերին շորժայում էր։ Հիմա էլ վերին Չէ, մինչև այդ վերին շորժայում։ Դրանից առաջ Խծաբեր, դրանից առաջ Շուշի։ Խնդիրն այստեղ է, եթե սահմանափակումներ են, ապա պիտի լինեն բոլորի նկատմամբ սահմանափակումները։ Եթե սահմանափակումներ են միայն ոչ յուրայինների նկատմամբ, ապա դա, չգիտեմ, ովքեր են յուրային։ Հիմա Հայաստանում կա Յուրանիսյանը յուրային չի, նկատի ունեմ իշխանության յուրայինների, քաղաքական իշխանության յուրայինների։ Եվ օրինակ, մենք ձեզ հետ, եթե չենք պաշտում իշխանությանը քաղաքական, եւ եթե պետականության մասին ենք մտածում, մեզ համար արգելք է գնալ այնտեղ եւ լուսաբանել։ Ինչպես պատերազմի 20 թվականի պատերազմի ժամանակ, երբ ես օրեր շարունակ խնդրում էի թույլ տվեք, որպեսզի գնանք առաջնագից եւ կռվող հայ զինվորին ցույց տանք, իրենք չէին ասում։ Եվ միայն նկարահանում ու հանրությանը ցույց էին տալիս այն, ինչը իրենց է ձեռնտու, այսինքն փլված շենքեր եւ օրինակ դուք կարողացաք հասնել որոշ դեպքերում առաջնագից, բայց դուք ինքներդ կասեք, թե ինչ դժվարությունների միջով անցաք, ինչեր կարողացաք 1-2 կադր ստանալ կռվող հայ զինվորից, ոգևորող։ Հիմա նույնը Գեղարքունիքի մարզում է։ Այստեղ խնդիրը, տեսեք ինչ են ասում, այսօր առավոտյան մի անդրագիտություն տեսան։ Իշխանության, քաղաքական իշխանության յուրային լրատվամիջոցները տարածում են, թե ադրբեջանական զինված ուժերը շարժվում են դեպի Ալ-Լճեր։ Սրանք այնքան ճակերտավոր խելացի են, որ չեն հասկանում Ալ-Լճերը Նիկոլ Փաշինյանը ամիսներ առաջ հանձնել է առանց կրակոցի, հանձնել է Ադրբեջանին։ Ինչ է նշանակում շարժվում են, այսինքն անդրագիտությունը եւ իրենց սպասարկու լրատվամիջոցների մեջ է, եւ այն տեղեկատվության մեջ է, ինչ իրենք տարածում են հանրությանը, այսինքն ապա տեղեկատվություն են տարածում։ Պարոն Արաքելյան, քաղաքական կոմպոնենտին փորձենք անդրադառնալ, բայց մինչև այդ ներողություն, հիմա մենք լրատվամիջոցներով նաեւ ընդհանրապես լրատվադաշտը այնպիսի ոչ նախանձելի վիճակում է, որ ցանկացած տեղեկություն մարդկային կորուստների, զոհերի, վիճակագրության մասին հայտնելը շատ մեծ պատասխանատվություն է եւ այն լրատվամիջոց, որը առաջինը կհրապարակի այնպեսի թիվ, որը հակադրվում է պաշտոնական տեսակետին կամ
պաշտոնական գերատեսչությանը հայտնվում է շատ անհարմար վիճակում։ Տելեգրամյան ալիքներում առավոտից տարբեր թվեր են շրջանառվում։ Ոմանք ասում են 3 զոհ, ոմանք ասում են 6 զոհ։ Պարոն Քոչարյան, դուք ձեր ունեցած տեղեկությունները։ Գիտեք, շատ վտանգավոր բան է, հա, ես չեմ հավատում այդ բաների ասածներին ընդհանրապես, քանի դեռ նույն մարդիկ են շարունակում տեղեկատվական հոսքերը ապահովել եւ նույն այսպես ասած անվճար օգնականներն են շարունակում սպասել կրկնել, բայց այստեղ այլ հարց է, եթե դիցուկ ասենք 5 եւ 6 հոգի, այն մարդը ով ասի կոնկրետիվը պետք է նաեւ ասի այդ մարդկանց անուն ազգաններով կերտել, որովհետեւ այստեղ պետք է հետնել ոչ թե սենսացիաների հետևից կամ անել ինչ-որ բան սուտասաների նինադու, ուղղակի պետք է չդառնալ այնպիսին, ինչպիսին իրանք են։ Եվ ելի եմ ասում, դուք պատկերացրեք, քանի հազար զինվոր է գտնվում հիմա այդ տարածքներում, եւ յուրաքանչյուր ծնողը գիտի, որ իր երեխան այնտեղ է, եւ ասել, որ չէ, որ 3 հոգի չի զոհվել, 5 հոգի է զոհվել կամ 8 հոգի է զոհվել, հա, եւ չասել այդ մարդկանց անուն ազգանները, դա կնշանակի, որ ուղղակի ինֆարկտի կոպտած մահվանդուր հասնել ծնողներին եւ հետո վարկել։ Իսկ դա իմ կարծիքով դա անբարոյականություն է։ Դրա համար այսպես թե այնպես թաքցնել չի լինի։ Ցավոք սրտի մեր բանեի մոտ ու որոշ պատկան մարմինների մոտ չէ բան է առաջանում, ես չեմ ուզում իրոք հավատամ դրան, բայց ժամանակին ադրբեջանցիների մոտ իրենց մարտական զոհերը կայծակի հետևանք, ինչ-որ ավարիա, ինչ-որ բան, ավտովթարի զոհ են դարձել, այդպես են սղսնում, կներեք բառիս համար, ես հորդորում եմ մեր պաշտպանության նախարարության պատկան մարմիններին այդ ոչի չանցնել, որովհետև արդեն կասկածներ են առաջացել, բայց դեռևս համարենք, որ դա ուղղակի կասկածներ, բայց հորդորում եմ այդպիսի բան չանել, ինչն է միշտ եղել մինչև 2018 թվականը մեր պաշտպանության նախարարության առավելությունը, դա այն էր, որ զոհերը չեն թաքցվում եւ զոհերի զոհման, այսպես ասենք, հանգամանքները չեն թաքցվում։ Պարոն Առաքելյան, արտգործնախարարությունը սովորույթի ուժով գուցե դատապարտող հայտարարություն ոչ ավելի, բայց մամուլում նաև շրջանառվեցին տեղեկություններ, որ մեր պաշտպանության նախարարության ստորաբաժանումները համապատասխան գործողություններ են ձեռնարկել եւ հակառակորդը լռել է։ Հայաստանը ինչու չի պատասխանում այնպես, ինչպես հարկն է նման վիճակներում։ Ես կարծում եմ, որ այս երկրորդ փուլն է այդ պատերազմի, ասենք որ սահմանազատում եւ սահմանակցությունը տեղի ունենա։ Շատ բնական է, որ չեն խոսում, որովհետեւ պիտի սա լինի, սա պայմանավորվածություն է, հիմա կարող ենք ասենք փակ պայմանավորվածություն է, որ այս փուլում, որ արդեն թղթեշերեթը ստացել է երկաթե մանդատ, պիտի բոլոր այն պայմանավորվածությունները, որ գերտերությունների եւ ասենք մեր դաշնակիցների կանեղել է, լինի եւ դա մեր սահմանագծումն ու սահմանազատումն է։ Հետեւաբար իրենք ես կարծում եմ շատ էլ չխոսեն։ Իսկ եթե եղել է պայմանավորվածությունը, այդուհանդերձ մենք չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եւ այլ այդ մնացածը կարող ենք բնականաբար շարադրել, բայց եթե կա պայմանավորվածություն, որ այս ամբողջը պիտի լինի, ինչու զոհերի գնով։ Եթե պիտի լիներ անվտանգության գոտի կոչենք, ազատագրված տարածքներ կոչենք, ինձ համար ազատագրված են եղել։ Ինչու պիտի 44 օրյա պատերազմ լինի եւ 5000 նվազագույնը զոհի գնով լինի այդ ամբողջը։ Պատերազմի ընթացքում երբ ասեցին, որ ինչի մենք այդ ժամանակ դատա չի եղել, ասենք օրվա վարչապետ ասեց, որ ինձ դավաճան կհանի։ Այսինքն պիտի առաջանա մի իրավիճակ, որ ինքը դավաճանուց չկա։ Հիմա նույնն է, այսինքն մենք հիմա սահմանագծումով եւ սահմանազատումով մենք Արցախը նվիրում ենք Ադրբեջանի եւ համարում ենք դա ադրբեջանական տարածք եւ Արցախի խնդիրը ներադրբեջանական խնդիր։ Հետևաբար այստեղ էլ կարծում եմ, որ ինքը դավաճանի երկրորդ անգամ նորից դավաճանի դերում հանդես գա։ Արցախի 75% է հանձնել, հիմա մնաց մի քանի դեպքերը ցույց տվեցին, որ այսինքն նորից միտումը կա, որ այդ ամեն ինչը Փաշինյանը անի, հետևաբար հիմա անելով նաև կարող ենք դավաճանի պիտակը կրկին ստանալու, բայց հիմա հասարակությունը ոտի ելնի ասում, որ մեր երեխեքը չեն ուզում զոհվեն եւ ինքն էլ արդեն հրահեր է Շարմիշերի հետ հանդիպան ժամանակ, որ արդեն
մենք գիտենք, որ պատերազմը կարող է ունենալ, ասենք ինքն էլ հրահրեց այդ ամեն ինչը, հետևաբար այսօր հասարակությունն ելնելու ասի, որ ինչ պիտի ստորագրենք, Այ հենց այստեղ է ուզում պարոն Պետրոսյան կանգ առնել, սա մասին բազմիցս շատ ենք խոսել, մանավանդ նախընտրական շրջանում, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տարբեր գյուղերում անտրամաբանական հայտարարություններ են անում մանավանդ բանակի զորացրման ընդհանրապես բանակի ձևաչափի փոփոխության զորակոչի ձևաչափի փոփոխության հետ կապված հիմա փաստորեն մենք հայտնվում ենք մի վիճակում որ լավ ժողովուրդ ուզում եք որ ձեր երեխաները չզոհվեն ուրեմն մենք պետք է գնանք այս քայլերին չմոռանանք ընտրությունից հետ խորհրդարանական վերջին ընտրությունից հետո առաջին այցը Նիկոլ Փաշինյանի Մոսկվա էր Եվ Մոսկվայում ինքը լսեց այդ սուր ծանր լուծումների, չգիտեմ, ցավոտ լուծումների վերաբերյալ հայտարարություն։ Տեսեք, ըստ էության այդ հայտարարությունը շատ ժամանակ մարդիկ հուսափում են ասել, որ դա կապիտուլյացիոն է, բայց իրականում իմ փորին համոզմամբ դա կապիտուլյացիոն է։ Մենք գիտենք, որ կապիտուլյացիայից հետո որպես կանոն պարտված երկրի կամ կապիտուլացված երկրին այլևս չի թույլատրվում ունենալ սեփական զորք։ Մեր պարագայում իմ փորին համոզմամբ, այսինքն որը նաև կարող ենք տեսնել, թե ինչպես է արտահայտված պետական բյուջեում, որ արդեն օրենքի տեսքից դասատեքստանա, եւ ընդհանրապես իրականացվող քաղաքականություն, այսինքն ֆորմալ վերված չի եղել փաստաթղթի մեջ, որ դուք այլևս չպետք է ունենաք բանակ, որտեղ բանակն է փաստացի մեր անվտանգության երաշխավորի իրաշխավորման մեծ բաղադրիչ է։ Նույնը պաշտպանության բանակին է վերաբերում։ Նույնը պաշտպանության բանակի, բայց մենք տեսնում ենք, որ դա արտահայտված չի փաստաթղթի մեջ, բայց մենք հետևողականորեն գնում ենք օպտիմալացման տակ բանակի կազմալուծմանը։ Սա կարևոր փաստ է, սա ինչի մասին է խոսում, որ մենք ըստ էության անվտանգային համակարգը մեր փոխում ենք եւ ակտիվացնում ենք թուրքականությունը որպես արտաքին քաղաքականության իրականացման վեկտոր եւ այն ավանդական եթե ասենք որ մշտապես եղել է այդ համակարգից դուրս են գալիս եւ դնում ենք մյուս համակարգ հույս ունենալու որ դա մեր անվտանգությունը կերաշխավորի եւ փրկությունը կլինի եւ սրան զուգահեռ եթե դուք նկատի ուշադրին եք նկատեք որ երկար ժամանակ Արցախը մարդկանց մոտ ասոցացվում էր հավելյալ ձեռի հետ, մարդիկ ասում են մեր երեխաները չեն ուզում Արցախում զոհվեն, մնացածը։ Հիմա տեսեք, փաստացի անկախ ամենից իհարկե Արցախի մեծ մասը հանձնվել է, սակայն ես առավել քան համոզված որ Արցախը միուն է մնալու եւ հայկական, բայց տեսեք, ռազմական բաղադրիչից ենքով սկսվել է մյուս վտանգավոր խոսույթը։ Էկոնոմիկայի նախարարի մակարդակով խոսում է, որ նրանք արցախցիները ըստ էության ձրիակերներ են, ովքեր 68,000 դրամ աշխատավարձ հատկացումներ են ստանում եւ չեն էլ ուզում ընդհանրապես աշխատել։ Սա երկրորդ փուլն է այդ հրեշի կերպարի Արցախ որպես հրեշի կերպար ձևավորումը, որ միևնույն է նրանք դեմոնիզացիայի փուլեր ռեսուրսներն են խամում եւ այլն, սա ազգային անվտանգության լրջագույն մարտահրավերներն են։ Եվ անկախ նրանից թե ինչ նպատակներ ունի խորհրդային մակարդակում իշխանությունը, չպետք է մոռանանք, որ նոր աշխարհակարգը որևիցե կերպ փոխակերպման չի ընթանում։ Ուժը զսպում է միայն ուժի միջոցով։ Սրա միակ բացառությունը եղել է 1919-30 թվականների միջոցով, երբ որ այդ հայկական հարցը ծագեցավ 88-ից 93 կետերը Սևրի պայմանագրին, որտեղ ուղղակի այս կոնցեպտուալ ասացին կարող է լինել միայն խաղաղություն կոնցեպտը, just peace, որ power politics-ից անցում է ենթադրում։ Բնայնը դրանից հետո մենք տեսանք ինչպես է ավելի կամ վտանգավոր։ Այո, աշխարհը Վայմարյան հանրապետություն տեսավ, դրա անկումը տեսավ եւ այլն։ Ես ինչի համար սա բերեցի չուզենալով անցնել տեսության, մենք ամբողջ մարդկության գոյության ամբողջ ընթացքում ընդհանրապես տեսնենք փորձնական 20 տարի նման կոնցեպտ, որը ավելի մեծ ձևով է ապահովել, քան դրանից առաջ։ Կներեք, պարոն Քոչարյան, Ղարաբաղը բեռ էր։ Խնդիր չկա, տվեցին, հանձնեցին Ղարաբաղը։ Հայաստանն էլ է բեռ։ Սյունիքը, Գեղարքունիքը, Տավուշը։ Ես ուզում եմ հասկանալ այն կարմիր գիծը, ցանկացած պետություն լավ, ինստիտուցիոնալ պարալիզացման գնալուց հետո։ Ի վերջո պիտի ունենա, չէ՞, որ կարմիր գծեր, ժողովուրդ, լավ, մեր սահմանը Փարաքյարն է, Փարաքյարից մինչև Ավան։ Սա է մեր Հայաստանը։ Ես հանձնեցի Ալովյան փողոցը, բայց պարեցի Կասկադը։ Այդ սիրով։ Տեսեք, հարցը մի քիչ ավելի գլոբալ է, ինչ է հիմա կատարվում, հանուն իր ընտրվելու եւ մեկ օր ավելի իշխանության մնալ Նիկոլ Փաշինյանը բոլորին ինչ որ խոստումներ է տվել։ Բոլորին, անխտիր, ամերիկացիներին, ռուսներին, ֆրանսիացիներին եւ այլն։ Խառնել է բոլորը։ Ու մենք տեսանք, որ ընտրություններից հետո չսպասելուց հանրական դատարանի որոշմանը բոլոր հիմնական խաղացողները ասին ապրես շնորհավոր, տավի։
ասացի տակը ասկսի բանալ։ Ինձ թվում է Նիկոլ Փաշինյանը որոշել է գցել փոշու խաղացողներին, հա, եւ այն ինչ որ մենք տեսնում ենք այդ դրա գցելու փորձի հետևանքները, որովհետեւ իմ կարծիքով նույն Ալիևին հանգստացրել են, հա, ասել են, որ հեսա թող մի խանգարի կընտրվեն ես իմ բանման։ Հիմա Ալիևը բազմաթիվ անգամներ ասում է ձեռը կառնում, հա, խոստացել է բոլորի մոտ։ Ով է իր լեզվից ձեռքից բռնել, հա, խոստացել է թողանի։ Այսինքն այն process-ը, որը ինչ որ մենք դնում ենք Հայաստանում, կարծիքով հիմնականում կապված է դրա հետ։ Մենք դարձել ենք Նիկոլ Փաշինյանի ավանտյուրիզմի գերիներ, հա, եւ ինչքան էլ մենք հիմա փորձենք պաշտպանել Երասխ, Վերին Շորժան, Սևնիչը եւ այլն, մինչև Նիկոլ Փաշինյանի հարցը չի լուծվում, մենք այսենց տալով անընդհատ Արնարակիրյանը, բայց հետաքրքիր բան ասաց, պարոն Քոչարյան, մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Եթե կա պայմանավորվածություններ ի վերջո։ Տեսեք, պայմանավորվել են, որ Արցախի հարցը պիտի լուծվի հօգուտ Ադրբեջանի, չինական պրոյեկտներ անցկացնելու, ամերիկյան հակազդեցություն, չեմ ուզում ուղղակի փակագծերը բացել։ Լավ։ Ադրբեջանը խնդիր է դնում սահմանազատման եւ սահմանագծման, որը դեռ չի ստանում Հայաստանից գրավոր առումով։ Գուցե բանավոր պայմանավորվածություններ կան, վստահ եմ, որ կան այդ պայմանավորվածությունները։ Մինչև ուր պիտի հասնի, հենց դա եմ ուզում հասկանալ, մեր կարմիր գծերը ասում է, որ Արցախի ստատուսը, ոչ միայն Ռուսաստանը, համանախագահ երկրները, բոլորը ասում են, որ Արցախի ստատուսը պետք է առանձին քննարկվի, այսինքն կարծեմ ԱԳՆ-ի խոսնակի մակարդակով Ռուսաստանը ասվեց, որ այս դելիմիտացիան եւ դեմարկացիան կապ չունեն Արցախի ստատուսի որոշման հետ, այսինքն բայց միևնույն ժամանակ Լավրովից մենք լսում ենք, որ Թուրքիայի Փաշինյանի արչեւ դրված է ծրագիր, որ ինքը չկարողացավ անել, դա տեսեք, մի քանի ամեն պետություն իր շահն է այստեղ բանում։ Նիկոլ Փաշինյանը մեկ օր իրան երիկ չարեց, որ ինքը կատարի այն ծրագիրը, որպեսզի ամբողջապես Արցախը հանձնի Ադրբեջանի ձեռքը եւ դրանից հետո մեղադրելով Ռուսաստանին Արցախը կորցնելու մեջ պահանջը ռուսական զորքերի եւ Ռուսաստանի հեռացումը տարածաշրջանից։ Եվս մեկ օր եւ ադրբեջանցիները Շուշիից իջնել են Ստեփանակերտ, դրոշը դնեն Արայք Արուսյանի նստավայրի գլխին եւ Արցախի հանրապետությունը կդադարեր գոյություն ունենալ։ Չգիտեմ ինչ բաներով ռուսները կարողացան հայտնվել Ստեփանակերտում։ Նույնիսկ ուղղաթիռ զոհաբերելու գնով։ Այո, եւ ես ավելին ասեմ, իրենց մեջ ասեն, որ սկզբից մենք մտածել ենք միգուցե հայերն են թողել մեր ուղղաթիռը, հետո բարձր ադրբեջանցիները։ Այսինքն ամեն ինչ արում էր եւ սա իմ կարծիքով միասնական Հայաստանի ներկա ղեկավարության Թուրքիայի խաղն է, որպեսզի Ռուսաստանը այս տարածաշրջանից անի։ Ավելին ասեմ, Ռուսաստանի պահանջած կոմունիկացիաների բացումը եւ Թուրքիայի պահանջած կոմունիկացիաները իրանք տարբեր աշխարհակամասերում են գտնում։ Ռուսաստանը ուզում է Իջևան Ղազախը, Ռուսաստանը ուզում է Նախիջևան Մասիս եւ այլն, Ադրբեջանը, Թուրքիան եւ Փաշինյանը ցանկանում են Սիսիանի կողմից եւ Մեղրի կողմից ունենալ հնարավորինս ավելի արագ օրեր առաջ պարզ դարձավ, որ այդ չարաբաստիկ 2019 թվականին եւ տեղի են ունեցել բոլոր գործարքները, պայմանավորվածությունները։ Հենց այդ թվականին Ադրբեջանը Նախիջևանի կողմից այդ Բջնակ գյուղի մոտակայքում ճանապարհը շատ լավ կառուցել է, մաքսային կետեր է սարքել եւ այլն, այսինքն պայմանավորվածությունը հստակ եղել է դեռ 2019 թվականից եւ գալիս բոլոր պայմանավորվածությունները։ Գյումրի ճանապարհը վերանորոգել են Կապան-Աղվանի ճանապարհը, որը զուգահեռ ճանապարհ է բանից Կապան-Գորիսի դուբլորն է։ Պարոն Քոչարյան, չեք կարծում, որ դրա ամենամեծ ազդանշանը ես անձամբ ստացա, երբ որ Հայաստանի երկրորդ ամենամեծ մաքսակետը բացվեց Գյումրիում։ Այո, եւ վերջերս կարծեմ Ալեքսանդր Կոչուբաև փաստաբանի հարցազրույցի ժամանակ մարդ ասաց, որ Վահագ Վերմիշյանին փակելու հիմնական թեմաներից մեկը, որ ինքը հարցել էր Փաշինյանին, ինչ ես դու մաքսակետ խոշոր դարձել Սարքուն Գյումրիում, եթե ինքը արդյունավետ չի, դու ուզում ես սահմանը բացվի, եւ Վերմիշյանը վճարեց բնականաբար։ Այո, եւ միջև հիմա վճարում։ Ներողություն 2020 թվականի մինչև կորոնավիրուս, եթե չեմ սխալվում փետրվար ամսին, հայ-իրանական բարեկամության, տնտեսական բարեկամության խմբի համանախագահ Ալիռեզա Նազիֆը ինձ հետ հանդիպեց եւ մի դժգոհություն արտահայտեց։ Ասում է, այս իշխանությունը 2018 թվականին գալուց հետո փակել է Իրանի Արազ ազատ առևտրի գործում Հայաստանի ներկայացուցչությունը, փոխարենը Գյումրիում կառուցում է հայ-իսրայելական ազատ առևտրի գործ։ Եվ հիմա դա ընթացքի մեջ է։
Այսինքն ինչու է Գյումրիում կառուցվում Գյումրիի եւ Արքիկի մոտակայքում, ինչու է կառուցվում իսրայելական ազատ առևտրի գոտի։ 18 թվականի իշխանափոխության հարցերից մեկը կարող է պատասխանը գտնել հենց այս ասացի մեջ։ Որովհետև Իսրայելը անընդհատ Իսրայել-Իրան դիսկուրսը Հայաստանում շատ հետաքրքիր է։ Միշտ էլ եղել է, միշտ էլ ասել են, իրանցիք ասել են, քանի Իսրայելի հետ դուք ուզում եք հարաբերություններ հաստատել, մենք կնվազեցնենք այստեղ մեր ազդեցությունը, Իսրայելն հակառակ ինչ-որ խոստումներ է տվել։ Փաստորեն, եթե կարելի ասել 18 թվական ջրբաժան էր, 18 թվականը մինչև մենք փորձում էինք բալանսավորել քիչ թե շատ, այս 18 թվականից հետո մարդիկ եկան եւ ասացին, որ ժողովուրդ, մեզ Իրան հետաքրքիր չէ, կամ հետաքրքիր այնքան, որքան հետաքրքիր է Իսրայելը։ Դեսպանատուն բացեցին, Իրանը բացեցի, հետո չգիտես ինչի բացեցին, հիմա դեսպանին հետ են կանչել, այսինքն զուտ Իրանին կատաղացնելու քայլ է։ Բացի դրանից, եթե չեմ սխալվում, 6 ժամում Ջաբրայելից մինչև Խուդաֆերինի կամուրջ հանձնվեց, հա, շատ արագ, որպեսզի ռուս խաղաղապահները չկարողանան այդտեղ գան եւ Իրանի համար շատ կարեւոր այդ հատվածը հանձնվեց Ադրբեջանին, հա, այսինքն ավելին, եթե ես չեմ սխալվում, առաջին օրերը երբ Պարսկաստանը Իրանը որոշեց հասկանալ ինչ է կատարում Հայաստանին, մարդ են խնդրել ուղարկել իրենց հետ զրուցելու, այդ խոշոր գործարար։ Այո, ճիշտ է։ Պարոն Պետրոսյան, ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր։ Սա նարատիվ է վաղուց 3 տարի։ Genesis-ի մեր մասնակիցների, մեր գործընկերների հետ մարզեր այցելություններ կատարելիս, սա կարմիր թելով այսպես գնում է, այսինքն 3 տարի ինչպես աշխատեցին, մինչև այդ 20 տարի, անընդհատ սրսկելով, ներարկելով այդ գաղափարը, ամեն ինչում Ռուսաստանն է մեղավոր։ Ինձ համար անկեղծ ասած ոչ մի նշանակություն չունի։ Ռուսաստան կլինի Պողոս, Պետրոս, ոչ մի նշանակություն, իմ պետական շահը գերակա է բոլորի ու ամենքի նկատմամբ։ Բայց մարդիկ այսօր կանգնում ասում են սահմանային միջադեպերի պատասխանատուն անձամբ Պուտինն է, Հայաստանի նախկին բոլոր իշխանությունները։ Սա ընդունենք գիտություն։ Մենք Հայաստանում հասկանում ենք, որ պետական պաշտոնական լրահոսից բացի ուրիշ լրատվամիջոց չկա, այդ մարդիկ թեր ինֆորմացված են, իրողություններին չեն տիրապետում, այդ ամբողջը հասկանալի է, բայց միթե կարելի է մի ամբողջ պետական քաղաքականություն, որքան էլ ասենք, որ իրենց նպատակը 102-րդ ռազմաբազայի դուրս բերումն է, միջնաժամկետ առումով թեկուզ, ակնայում թուրքական գործոնը ուժեղացնելով Ռուսաստանինը թուլացնել եւ այլն։ Ռուսաստանն էլ մեր դաշնակիցն է ի վերջո, անդադ այստեղից ինչ-որ սպառնալիքներ են գնում, մենք հապակից պետք է դուրս գանք, չգիտեմ ինչեր անենք, Ռուսաստանը, որ մի օր կանգնեց ու ասեց, ես Թուրքիայի հետ պայմանավորվում եմ, դուք դուրս եկեք, ինչ է լինելու։ Տեսեք, նախ մեր հիմնական խնդիրներից մեկը ընդհանրապես քաղաքական մշակույթի դեր շատ երկար ժամանակ է նա է, որ մենք մշտապես չենք կարծել, որ ինքներս մենք դերակատար ենք եւ գործոն։ Եվ մեր նույնիսկ անձի մակարդակում բոլորս ենք կարծում տեսնում եւ անձի մակարդակում եւ խմբերի կուսակցությունների իշխանության ցանկացած իրականության վերաբերյալ բոլորը մեղավոր են բոլորը, բայց ոչ երբեք դրա համար հիմնական պատասխանատվություն չունեն։ Մենք գործ ունենք այս իրավիճակի հետ եւ ինչը տեղի ունենում ազգայնացության շրջանակներում, սա եւս մի կարեւոր գործընթաց է, որը հետագայում պիտի նաև լեգիտիմացնի ռուսական գործոնի դուրսբերումը Հայաստանի Հանրապետությունից, որտեղ մենք տեսանք փաստացի մենք հանձնեցինք Արցախը, բայց դրա հետևանքով օրինակ հեղուկ գազի գնի համար ստեղծված բողոքականներ ավելի շատ մարդիկ են հավաքում, քան Արցախի դեպքում։ Սա ինչ է ենթադրում, որ իրականում սա արտացոլում է հասարակության մոտ արժեշահայի համակարգի էությունը, ինչը նշանակում արժեշահի համակարգ, որոնք են իմ առաջնահերթությունները, որն է իմ առաջնահերթությունների սանդղակը։ Այդ սանդղակում որևիցե կերպ արտահայտված չի եղել Արցախ իրականում, հակառակը եղել է այն իրականությունը, որի մասին որը խոսեցինք, իմ խորին համոզմամբ։ Եվ հետագայում այն ինչը դեռ պետք է լինի, կամ ինչը կարծեմ որ կլինի մոտ ժամանակներում կամ մի փոքր հետո, սա ևս ժողովուրդը պետք է կարողանա լեգիտիմացնել եւ ժողովուրդը հետաբար նաեւ լեգիտիմացնելու իշխանությանը, որտեղ ռուսական գործոնի դուրսբերում ես ասացի, սա է կարծում եմ, որ անվտանգային գլոբալ համակարգի փոփոխության համատեքստում է անում, այսինքն եւ այսպեսին է ըստ էության այդ մտայնությունը, որ
Ռուսաստանը Հայաստանի համար այնքանում է Ռուսաստան, քան դեռ կա Արցախի հարցը։ Եթե չկա Արցախի հարցը, այլևս Ռուսաստանը ըստ էության դերակատարում չունի մեզ մոտ։ Եվ մենք ինքներս կարող ենք պայմանավորել Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, ինչպես Սիմոն Վրացյանն 1918 թվականին ասում է դիսկուրսային ժամանակ եկա։ Եվ հետևաբար մենք ինքներս հարաբերվենք մեր հարևանների հետ եւ չլինի Ռուսաստան։ Բայց մենք տեսել ենք եւ պատմության մեջ թե ինչ է տեղի ունենում եւ հիմա ենք տեսնում թե ինչ կարող է տեղի Ռուսաստանի անտեսումը ընդհանրապես։ Եվ ինչ է տեղի ունենում։ Եվ սա իրականում մեզնից է որևիցե մեկը ինքնիշխան եւ սուվերեն պետությանը չի կարող սահմանափակել եւ այսքանով չի սահմանափակել գիտակցել իր սեփական կենսական շահերը եւ կարողանալ ճիշտ դիսկուրս իրականացնել բոլորի հետ իրականում գիտակցելով սեփական շահերը։ Մենք ունենք դա, պարոն Առաքելյան, տեսեք, դուք բազմիցս որպես Genesis Armenia-ի արտաքին քաղաքականության ոլորտի ղեկավար բազմիցս նշել եք, որ առաջին հերթին, ինչպես պարոն Պետրոսյանը ասաց, որ մենք պիտի գիտակցենք մեր շահագործումը։ Լավ, գալիս ենք ընտրության։ Ընտրությունը լեգիտիմ այն թուղթը տալիս է կանաչ լույսը իշխանությանը, ձևավորելու այնպեսի պետական դիսկուրս, որով էլ ինքը ճանաչելի կդառնա ամբողջ աշխարհին։ Ի վերջո այդ փեհլիվանությունը, ինչով 3 տարի զբաղվել է այս գործող իշխանությունը, չի օգնում, բերեց պատերազմի։ Հիմա մենք ասում ենք, մենք ունենք իշխանությունում ոչ թե պատերազմի, այլ խաղաղության կուսակցության կամ քաղաքական ուժի, բայց մենք տեսնում ենք հակառակը։ Մենք ունենք շատ ավելի լայնամասշտաբ գուցե պատերազմ բերող իր արկածախնդիր քաղաքականությամբ իշխանություն, սա մի կողմից ունենք, բայց մյուս կողմից ունենք նաև ոչ թղթի վրա ամենայն դեպս չերևացող առայժմ, բայց վստահ եմ դրանք կան Հայաստան-Թուրքիա պայմանավորվածություններ։ Ի վերջո Շուշին հանձնվեց, որովհետև Նիկոլ Փաշինյանը խոստացել էր թուրքերին, գտա Շուշին եւ Քարվաճար բնականաբար սահմանը բացելու դիմաց։ Այս երկուսը չեն հակասում իրար։ Ցանկացած ռազմական փորձագետ Շուշի հանձնումը տեսնելուց կծիծաղի։ Ուրիշ բան չի կարողացի, բացի որ գարացի տղեկ դավաճանվել եք։ Որովհետև ցանկացած քաղաք հանձնելուց նման քաղաք դու պիտի ավերակ, ասենք այնքան ծախսերը բարձրացնես թշնամու համար, որ ինքը մտածի եթե գրավեց, ինքը մեծ ծախսեր ունի չի կարողանաց դուսնել, բայց մենք շենքերով բանով ամեն ինչով նվիրեցին Թուրքիային։ Երկրորդը Փաշինյանի վարած քաղաքականությունը իր առաջի օրվանից որ իշխանության վրա եկել է, այսօր նույնպես շարունակվում է, այսօր մի կողմից մեդիա դաշտով խոսում է, որ մենք ամեն ինչ մենք Ռուսաստանի պիտի սեր հարաբերություններ ունենանք, ռուսական սահմանապահները պիտի գան մեր սահմանին կանգնեն, հետո զգում ենք, որ տակից կա այ պայմանավորվածություն, որ դու ընդ պիտի խախտես, որ կարողանաս գաս ասես ռուս սահմանապահներն էին մեղավոր։ Ու հետևաբար այդ դիսկուրսը, որ Ռուսաստանը տարածաշրջանից պիտի դուրս գնա, արդեն դա նաև ծառայելու է դա։ Իսկ չեք կարծում, որ այս բոլոր գործողությունների նպատակը կամ վերջնական նպատակը այն է, որ Հայաստան գործող իշխանությունը լեգիտիմացնի ռուսական 102-րդ ռազմաբազայի ընդլայնումը Հայաստանի ամբողջ սահմանով մեկ եւ Հայաստանին ասի, որ եղբայր չէիք ուզում ձեր երեխեքը զոհվեն։ Անվտանգությունը ապահովում է նա Ռուսաստանը, այսինքն մենք դուրս ենք գալիս գործոնից, դարձել ենք արդեն գործիք, անվտանգություն արտահանողից դարձել ենք անվտանգություն սպառող։ Այո, ռուսի բանակն ենք պահում, մեր երեխաները չեն զոհվի, ռուսական դրոշը որտեղ կա, մենք Արցախում տեսնում ենք ադրբեջանցիները կիլոմետրերով մոտ չեն գալիս, որովհետև գիտեն հետևանքները ի վերջո։ Եվ մարդիկ կապրեն ազատ, ուզում էիք հանգիստ ապրել, ուզում էիք լավ ապրել, ես չգիտեմ այդ լավ ապրել բանաձևավորն է։ Ժամանակ որ մենք անընդհատ հայտարարությունում ամուլով լսում ենք, որ մեր սուպերմարկետները լիքը ապրանք կա եւ մենք սով չենք ունենա։ Հետո պատերազմից հետո գալիս ենք տեսնենք ոստիկանության ուժերի բարեկարգում աշխատավարձերի բարձրացում ամեն ինչը, բայց բանակին ոչ մի բան։ Գալիս ենք այն տրամաբանության, որ մենք բանակ չենք ուզում։ Թող գա ռուսը կանգնի, բայց ռուսը կանգնելով ես պատկերացում ունեմ, որտեղ նաև ռուսի գլխին սարքելու է։ Ռուսը շատ է ուզում կանգնեն, արտահայտություն կա Российская оккупация надо заслужить։ Արդյոք ռուսը ուզում է այդ բեռը մի հանրապետություն, որտեղ 600
700,000 հոգի, հա, կոպիտ ասած, կերծած տվով ասում էլի, ընտրում է մեկին, ով պարտվել է։ Հա, արդյոք Ռուսաստանին պետք է իր ոլորտում ունենալ մի պետություն, որտեղ Բայց գործող իշխանությունը ձեռնտու է Ռուսաստանին։ Հետո արդյոք ավելի թանկ չի նստելու Ռուսաստանի զորքերին այստեղ պահել։ Բայց մենք թուրքական բարեկեցություն ենք ունենալու, մեր հարկերով կպահենք ռուսական բարեկեցություն։ Ինչու՞։ Էկոնոմիկայի նախարարության հրապարակած տվյալները, աճերը Այ քանի մենք դες էկոնոմիկայի նախարար ունենք, մենք այդպեսի բարեփոխություն չենք։ Օրերանց նախարարը չի լինի, մեկ ուրիշ նմանատիպ ունի, վստահաբար։ Բայց մի ուրիշ բան հաշվի առեք։ Օրինակ հենց այս առավոտյան իշխանության ներկայացուցիչ մեկի հետ փոքրիկ զրույց ունեցա, ասում են կտեսնես շուտով ռուսներին հանելու ենք ներեք այդ բարերը։ Ռադան են ֆրանսիական ՆԱՏՕ-ի զորքը բերենք այստեղ։ Ասում են դուք առավոտյան ինչ եք լինում, ինչ եք ծխում հանրապես։ օրինականացված է արդեն։ Որ այդպես խոսում եք, ասում է ռուսները մեր թշնամին են։ Ռուսներից պետք է ազատվել օր առաջ եւ բերել ՆԱՏՕ-ի զորք։ Պարզ է, չէ՞, այս մարդիկ, այս ոգեգարության տառապող մարդիկ, որոնք չունեն ոչ հայրենիք, ոչ ազգային ինքնություն, ոչ բարոյականություն, գոնե նվազագույն խելք էլ չունեն հասկանալու համար, որ եթե դու ՆԱՏՕ-ի ես բերում, ՆԱՏՕ-ի զորքի մեջ երկրորդ տեղը քանակով Թուրքիան է, թուրքական զորք է մտնելու Հայաստան։ Եթե դիցուկ աստված մի արածե այդ սցենարով գնացին։ Գուցե իրենք շատ լավ էլ գիտեն։ Ավելի նեկեք տեսեք, արդեն մոտ 25-45 տարի, եթե չեմ սխալվում, Կիպրոս ներխուժել են թուրքական զորքերը եւ Եվրամիությունը չի կարողանում իրենց այդպես խանի։ Բացի բանաձևերը Թուրքիան ներխուժի Հայաստանի տարածք։ Դիցուկ Ռուսաստանը գնացել, ներխուժեն։ Արդյոք մենք 45 տարի ունենք, որպեսզի պահանջենք աշխարհից, որպեսզի թուրքերը դուրս գան Հայաստանի տարածքից։ Այսինքն չեն հասկանում, էլի ինչ են խոսում, կամ չեն հասկանում, կամ հարկ են անում, որտեղ էլ են ասում 67 թվականից հետո ես ավելին ասեմ, Ռուսաստանը տարածաշրջանից այլևս չի գնալու, հա։ Ինչ էլ բան անեն, ինքը արդեն Արցախում մնալու է, հա, եւ պաշտպանելու Արցախի բնակչության անվտանգությունը, Սյունիքում մնալու է, իսկ մնացած Հայաստանը, հա, այսպես ասենք, ինչ կուզեն թող անեն։ Այսինքն, գիտեք, սա ուղղակի Ներկա Աբրահամյան մի բան ասեմ, գլոբալ ինչն է հարցը, էլի, մենք շատ փոքր ենք, ոչ նավթ, ոչ գազն ենք, ոչ մի բան չունենք, կոպիտ ասած, որովհետեւ արտաքին աշխարհին հետաքրքիր ենք։ Մենք հետաքրքիր ենք այնքանով, որ այստեղ պատնեշենք նեոօսմանիզմի եւ պանթուրքիզմի տարածման։ Այսինքն Հայաստանը Եվրոպայի համար հակառուսական օղակ, հարմար զենք էր, որպեսզի Թուրքիային տարբեր տեղերից հարված անեն եւ այստեղ գործոներ զուտ դրա համար, որովհետեւ այդ ոսկորներ կոկորդի մեջ։ Եվ Չինաստանը, եւ Պարսկաստանը, եւ Ռուսաստանը, եւ Ամերիկան, եւ Ֆրանսիան հետաքրքրված էին Հայաստանով, քանի որ որպես միավոր քարտեզի վրա ինքը կարողանում էր նեոօսմանիզմի պլաններին դեմ կանգնել։ Հիմա եթե այստեղ թուրքական իշխանություն է եւ հայ ժողովուրդն ընտրում է թուրքացման ճանապարհը, մենք արդեն նույնիսկ այստեղ էլ հետաքրքիր չեն դառնում։ Այսինքն Ռուսաստանը իր շահերն է բրդելու առանց հարցնելու մեզ, Պարսկաստանը իր շահերն է բրդելու, չգիտեմ, Ֆրանսիան։ Որտեղ դու օրակարգ չունես, օրակարգի տերը չես։ Հայտնի մի հատ ասացված կա, ասում է, ես դեմ չեմ, որ Ֆիվն ու Բեգեմոտը կռիվ անեն, բայց իմ բնակարանի տարածքում պետք չի դա անել։ Հիմա այս մեր բնակարանի տարածքում առանց մեզ հարցնելու, հա, արդեն այս կռիվները գնում են, մենք ցավոք սրտի ոչ սուբյեկտ են, ոչ օբյեկտ են, ոչ մի բան ենք, էլի։ Մենք ուղղակի պետք է մի կողմ քաշվենք եւ նայենք ինչ է կատարվում։ Մինչեւ մենք ունենք այդպիսի իշխանություն, ինչպեսի Նիկոլ Փաշինյանը։ Պարոն Հովիկյան, ամերիկյան դեսպանատան զգուշացումը խոսքը նախանցած օրվանն է վերաբերվում իր քաղաքացիներին զգուշանալ այցելել Հայաստան եւ Արցախ, ինչը նոստալգիկ առումով հիշեցնում է պատերազմից առաջ ստեղծված վիճակը։ Ամերիկայի դեսպանի հայտարարությունը այսպես կոչված, եթե Հայաստանը հապակա անդամ չլիներ, ապա ամերիկյան զենքով կզինենք եւ այլն։ Դուք չեք տեսնում, որ փոխանցումներով է խաղը տեղի ունենում։ Այսինքն այն իշխանավորի հետ կամ իշխանության պատգամավորի կամ պաշտոնյայի հետ որ խոսել եք, հենց դա այսպես հիշեցի, որ փոխանցումներով խաղ է դիրքերում Երևանը վերջի 2 օր առաջ երազում ԱՄՆ-ի դեսպանի հայտարարություն։ Ոչ միայն տեսնում եմ, այլև շատ լավ եմ տեսնում եւ ամիսներ առաջ մենք ձեզ հետ մի խոսակցություն ունեցանք այդ իշխանության հովանավոր հայրենիներից մեկի մասին, օլիգարխներից մեկի մասին, որը շատ հստակ ասում էր, լավ, եթե համաձայն չես մեզ պաշտպանելու, եթե մեզ դիտում ես որպես ապազգային տարրեր, ապա գոնե Ռուսաստանի դեմ խոսի։
Այսինքն այս մարդիկ ունեն հստակ պլանավորում։ Եվ երբ որ մենք նայում ենք արևմտյան ուժերի, Շարլ Միշելն է գալիս այստեղ, $2.5 միլիարդ մեզ փող են խոստանում, ինչ ենք ծախել մենք 2.5 միլիարդով։ Այստեղ հարց, դրան հաջորդում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, տեսեք, մենք գիտենք, իդեպ սա էլ այստեղ եթե ձեր ասած նոստալջիկ հետ ենք գնում, պատերազմից 2 շաբաթ առաջ, 20 թվականի պատերազմից, Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց, փակ հանդիպման ժամանակ, բայց հետո այդ բոլորը հանեցին հրապարակայնասի մինչև պատերազմը, երբ ասել էր, մենք տեղեկություն ունենք, որ Ադրբեջանը մեզ համար այդքան վտանգավոր չի, ինչքան Թուրքիան, եւ մենք պիտի Թուրքիայի դեմ կռիվ տանք, Թուրքիան է գալու մեկտեղ։ Այսինքն հասարակությանը պատրաստում էին, որ մենք Թուրքիայի դեմ պիտի կռիվ տանք։ Իսկ երբ դու հասարակությանն ասում ես, գիտես, նախորդ ասում ես, գիտես, մենք չենք կարող Թուրքիայի դեմ կռվել, որովհետև ունի 700,000 զինվոր եւ այլն, հետո մեկ էլ ասում ես, սիրելի հասարակություն, դու պիտի Թուրքիայի դեմ կռվես, արդեն դու ջարդում ես հասարակության պաշտպանական ռեակցիան։ Մեկ, երկրորդ, ամեն օր պատերազմի ժամանակ ասում ես, մեզ կապիտուլյացիա են պարտադրում։ Կապիտուլյացիան մտցնում ես հանրային գիտակցության մեջ։ Եվ խոսույթ։ Եվ խոսույթ։ Մենք արդեն պարտված չենք։ Հիմա էլ, տեսեք, նույն Արծրուն Հովհաննիսյանն իդեպ պատերազմի ժամանակ ասում էր, այս հաղթանակը նրանց հեշտ չի տրվելու։ Հիմա այս օրերին նույն բանն է կատարվում։ Այն ինչ տեղի ունեցավ, իդեպ զարմանալի հետաքրքիր զուգահեռությամբ, երբ ես ուղիղ եթերում չիմանալով, որ այս գիշեր պիտի ռազմական գործողություն լինի, հանրությանը ասացի, որ ինչ էլ լինի, երբեք չկարծեք, թե լայնածավալ պատերազմ է լինելու, որովհետև մեկ, սա թշնամու կողմից կոնկրետ հոգեբանական տերոր է մեր հասարակության նկատմամբ, որպեսզի մենք էլ մեր իշխանությանը ստիպենք գնալ այդ քայլի, երկրորդ, սա լավ միջոց է մեր իշխանությանը, որպեսզի հասարակության նկատմամբ կրկին հոգեբանական տերոր իրականացնեն, որպեսզի հասարակությունը կրկին ասի ձեր ասած համաձայնեն, տվեք ինչ ուզում եք։ Այսինքն այս մարտական գործողություններով այս օրերի լինի Սյունիքի մարզ, լինի Արարատի մարզ, Ջևանի մոտ, լինի Գեղարքունիքի մարզ, չեմ բացառում վաղ մյուս օրը Տավուշի մարզում ինչ-որ բաներ կլինեն։ Անկլավների խնդիրը այսպես կոչված հենց սկսի ակտիվանալ, նորից հաջորդ քայլը դա է։ Այստեղ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները ձեռք-ձեռքի տված գործում են ընդդեմ Հայաստանի հայ ժողովրդի։ Ազգային պետական շահերի փորձենք ամփոփել տղերք մի քանի հարց կա կարևոր, պարոն Պետրոսյան, եթե մենք դիտարկենք աշխարհաքաղաքական դրված կա արդեն Պարզ է, որ տեկտոնային շարժի ենթարկվեց ընդհանրապես Թրամփի նախագահ դառնալուց հետո նեոկոնսերի նոր մոտեցումների, Ռուսաստան Միացյալ Նահանգների հարաբերությունների, աշխարհում կոնֆլիկտային տարբեր կետերում երկու այս պետությունների շահերի բաժանման համատեքստում, որի համատեքստում պետք է դիտարկել նաև հայկական շահի զոհաբերումը ի վերջո։ Տեսեք, սա ուզում եմ հերթական անգամ մեր հեռուստադիտողին, մեր հայրենակիցներին տեղեկացնել, որ սա թուրքական քաղաքական պատմության, Թուրքիայի ընդհանրապես քաղաքական պատմության ամենակարևոր օրինաչափություններից մեկն է։ Թուրքական զորքը որտեղ մտնում է, դուրս չի գալիս։ Դուրս գալիս է երրորդ կողմից, արդեն բազմաթիվ զիջումներ խլելով։ Մեր պատմության վերջին մի քանի հարյուրամյակը դրա վառապացույցն է, շատ պատմություն չգնանք։ Սիրիա խնդրեմ անվտանգության գոտի, որտեղ մտան պետության ինքնիշխանություն չի մնացել, պետության տարածք, պարտադրեցին այդ իրողությունը, հետո ռուսների հետ սկսեցին բանակցել եւ բնականաբար սկսեցին նավթագազային ռեսուրսների նկատմամբ այսպես հավակնություններ ներկայացնել։ Սիրիա, ռուսական ուժեղ գործոն, ի վերջո 16 թվական, երբ որ մտան, այդ արանքում նաև Ռուսաստանի հյուպատոս սպանվեց, Ստամբուլում ի վերջո կործանիչ եւ այլն, Ռուսաստան Իրանի նկատմամբ, ես հարևաններով եմ գալիս, Իրաքում կա շիական, իրանական շատ մեծ ազդեցություն, փաստացի Իրանն է տնօրինում Իրաքը։ Հաջորդ պետությունը Իրան, որի գլխին մութ ամպեր են պատրաստվում։ Եվ Արցախ, այսինքն կոռելացիան եթե մենք տեսնենք գեոպոլիտիկ գծի, Սիրիայից մինչև Արցախ ռուսական գործոնը ի վերջո։ Մոսկվան ասում է, որ ես այստեղ եմ։ Ներողություն։
Հայաստանից մեսիջներ են գալիս, որ մենք 102-րդ ռազմաբազան պիտի հանենք մեծ հաշվով։ Մա պարտադիր չի ֆորմալ քաղաքականության մեջ են, նարատիվը թող չլինի դա։ Սպասարկուները դա կանեն։ Ուր պիտի գնա ի վերջո ռուսական քաղաքական գիծը այս առումով։ Այսինքն ռուսական քաղաքական գիծը ըստ էության շատ դժվար է մի նախատեսել ուր գնա, բայց ինչ պետք է մոռանանք, որ Ռուսաստանը այս պահին ունի 7 ակտիվ եւ թեժ կետ։ Եվ այդ 7 ակտիվ կետերում նա միաժամանակ չի կարող պահպանել իր գերիշխանությունը։ Եթե ժամանակը Ռուսաստանը կարող է իրականացնել հարկադրման քաղաքականություն, ապա հիմա գնում է սակարկությունների քաղաքականություն եւ գնում է այն վայրերում, որտեղ հնարավորինս կարող է զիջել իր համար այդպեսի կենսական շահերը եւ նաեւ այդ հատվածն է ըստ էության այդքան էլ դեմ չի այդ զիջումներին, որովհետեւ աշխարհակաղակականության մեջ կա մի հատ կարևոր գիծ եւ մայր օրենք ցանկացած պետությունում արա այն քաղաքականությունը ինչ ուզեն, բայց երբեք չտշնամացել ժողովրդին, որովհետեւ երբ տշնամացեցիք ժողովրդին, ինքը շատ արագ կարող է ցանկացած զոհաբերությունների եւ դուրս մղել ձեր գործոններից եւ դրանից հետո արդեն մնացածը բաց է, բայց տեսեք մի այսպես ասած անհասկանալի պատահականության տարածաշրջանում, որը հիմնավոր հեղափոխություններից հետո մշտապես դուրս է մղվում ռուսական կոմպոնենտը եւ տեղը ինչ-որ պատահականությամբ լսում է թուրքական կոմպոնենտը, նայեք Վրաստան, Ուկրաինա, եւ այլն։ Բայց այն զիջումները անպայման զոհաբերությունը դա ընդհանուր մեկը 1/3 տարած, մեկը մնացածը եւ այլն։ Բայց սրանից հետո օրինակ եմ ասում, եթե պայմանական իհարկե սա չեմ արդարացնում, բայց պայմանական առումով, եթե Վրաստանը ստացա օրինակ 4 միլիարդի հատուցում ուղղակի դոտացիա նվեր, ապա Հայաստանը այդ 2.6 միլիարդ որը տալիս են, դա նվեր չի, նվարկ է։ 2.6 միլիարդի, բայց 2.6 միլիարդի պատճառաբանությունն է, որ մենք այլևս low income երկիր չենք, ցածր շահութաբերության մեր մակարդակով, հետեւաբար մեզ այլևս ուրիշ բան չպետք է տվի, դա վարկ է եւ այլն։ Այս կոմպոնենտը պատկերացրեցինք, այսինքն այստեղ նույն գործընթացներն են տեղի ունենում։ Եվ մի շատ կարևոր բան կա, որին մենք ուշադրություն չենք դարձնում, սա ուղղակի կոսմետիկ փոփոխություն, բայց անպայմանորեն շատ կարևոր է։ Այդ համոզվածն ուշադրություն դարձրել եք ճանապարհային ոստիկանության փոփոխությանը։ Տեսեք, ով ծանոթ է ռուսական քաղաքականությանը, մշտապես գիտի, որ Ռուսաստանը ցանկացած սակարկությունների կարող է գնալ, բայց ոչ ուժային կոմպոնենտի, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը մշտապես աղում է, որպես ուժային կոմպոնենտը լինի սինխրոն, կոչումները կլինեն, բանակը կլինեն, ոստիկանությունը կլինի եւ այլն, սա կարմիր գիծ է։ Բայց մենք այս պարագայում նույնիսկ գնում ենք դրա փոփոխությանը, որը իդեպ նույնն է Վրաստանում, նույնն է Ադրբեջանում։ Որը ավելի շատ խնդիրներ է ստեղծում։ Ամերիկյան, իհարկե, տեսեք։ Եվ մի կարևոր բան կա, կարող է առաջին հերթից իհարկե ծիծաղելի թվալ, բայց ես կխնդրեմ ուշադրություն դարձնել։ Ես սրանից առաջ որևիցե մեկի մոտ ճանապարհային ոստիկանության անկեղծ եմ ասում, չեմ նկատել Ռեյվան ակնոցներ։ Սա իրականում սա է կարևոր ինչի համար, տեսեք։ Մենք եւ համանավար տեսածում ենք կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կամ ֆիլմերի բոլոր ոստիկանները անխտիր։ Ես եւ որևիցե մեկի մոտ չեմ նկատել։ Հիմա խնդրեմ ուշադրություն դարձրեք, նույնիսկ պատրուլ ասվածը բոլորը գրեթե անխտիր Ռեյվան ակնոցներով են։ Այսինքն այստեղ մենք նաեւ գործ ունենք հայլային նմանատման հետ, ոչ երբեք բովանդակության, եթե ինչ-որ մեկը կասի բովանդակություն, բայց այստեղ սա մյուսը շատ կարևոր է, որ մենք ելեմ ասում ռազմական ուժային պահանջների մի փոքր հատված փոխում ենք։ Սրան հաջորդելու է արդեն բանակը, կոչումները, համազգեստը, մնացածը, ամեն ինչ, այսպես փուր գնում է։ Սակայն ի տարբերություն մնացածին մենք իրականացնում փորձում ենք հապոկվել Ռուսաստանից, բայց իրականում շատ ավելի մեծ կախվածության մեջ ենք, այսինքն այն պետությունները, որոնք զիջեցին մի բան, բայց դուրս եկան դրա տակից, այդ գործոնի տակից դուրս եկան, մենք զիջեցինք ամեն ինչ, բայց այնտեղ ավելի մեծ ազդեցություն կար։ Հիմնական տարբերությունը սա է։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան։ Փոլ Գոբլին լավ կհիշեք։ Փոլ Գոբլին, այո, անձամբ չգիտեմ, հանդիպել եք իրեն, թե ոչ, բայց 90-ականների սկզբից, հենց այս կոնֆլիկտի սկզբից ճամպրուկներով փողերը վերցրեցին եկան, հասացին, թողեք էլի ես Ղարաբաղ, Մարաբաղ գործ չունեք։ Հայ ժողովուրդը մերժեց։ Շատ թանկ վճարեց դրա համար, նաև թանկ վճարեց Վազգեն Սարգսյանով եւ Կարեն Դեմիրճյանով։ Լավ բան ասեմ, հայ ժողովուրդը չմերժեց, այդ ժամանակվա ռազմաքաղաքական էլիտա։ Մեզ այդ ժամանակ ես լավ հիշում եմ, այդ ժամանակ մեծ գումար էր
հետսառը պատերազմային շրջանում 3 միլիարդ դոլար ներդրումներ էին խոստանում այլն։ Հիմա 3 միլիարդը կարող են ձևակերպել որպես վարկ, 2.6 միլիոնը ասեմ, որ այսքան ճանապարհի հատվածը մենք ենք որոշում։ Դու այսքանը պիտի անես, ավելին ավելի դիմաց նույն սկզբունքով, ինչպես տարիներ շարունակ Եվրամիության հետ մենք աշխատում ենք։ Առաջ մեզ այդքան առաջարկում են, բայց մենք ունեինք ոչ միայն ազգային արժանապատվություն, ոչ միայն տարածաշրջանում ռեալ գործոն դառնալու փաստը, որի հետ հաշվի էին նստում, բայց այդ հաշվի էին նստում վերջում։ Որքան Ադրբեջանը 5 միլիարդ դոլարի փաթեթ վերցներ, այո, այդ ցենքը կրակում էր 14 թվականի օգոստոսյան դիվերսիայից սկսած, բայց Հայաստանը գործոն էր տարածաշրջանում։ Հիմա փաստորեն մենք ոչ այդ օգնություններ ունենք, այսինքն այդ օգնությունները մեզ մի հատ էլ այսպես բանով են տալիս, որ մենք ձեզ վարկ ենք տալիս, դուք պիտի աշխատեք եւ փակվեք այդ գումարները։ Տարածաշրջանում գործոն լինելու մասին մոռացանք ընդհանրապես, մի հատ էլ բանակ վերացնելու խնդիրը ընդհանրապես առաջ քաշում եւ մենք հիմա ոչինչ չունենք, փոխարեն ունենք խոր եւ համապարփակ կախվածություն Ռուսաստանից եւ որ ավելի վտանգավոր է թուրքական գործոնից։ Տեսեք, վերջերս հարցազրույց կարդացել 2.6 միլիարդը ըստ բաղադրիչների բաժանների, 1.4 միլիարդը վարկա, 1 միլիարդը ուղիղ ներդրումներ լինելու, այսինքն մեզ ոչ ոք չի հարցնելու, չեն տալիս, որ մենք որոշենք ինչ ենք անել, որտեղ նույն Վազգեն Սարգսյանի հետ կապված ունենք Կարեն Դեմիրճյանի ժամանակին, որ առաջարկում են այդ գումարը, Կարեն Դեմիրճյանի պահանջը նա էր, որ եթե մենք ինչ-որ գումար ենք վերցնում, մենք պիտի որոշենք, որ մենք որ ծաղն ենք խաղում, այսինքն մենք մեր իշխանությունը պետք է ունենանք այդ հարցում։ Հիմա մեզ տալիս են նաև 1 միլիարդ ներդրում եւ ինչն է ամենազավեշտալին, մնացած 200 միլիոն դոլար թե եվրո, ուրեմն տալիս են 5 տարվա կտրվածքով տարեկան 40 միլիոն, որպես նվեր, գրանտ, այդ դեպքում երբ որ մենք սովորական եվրոպական միությունից ստանում ենք 80 միլիոն։ Այսինքն այս գումարից գլոբալ առումով Հայաստանին առանձնապես ոչ մի բան, որովհետև մենք մի մասը վարկ ենք վերցնում, մի մասը անել ենք այն ինչ որ միգուցե ցանկալի չէր այս բանը մեզ համար անել, եւ փաստորեն այս ամեն ինչի համար մենք ոնց որ վարսակցություն լինում հերթական մեր անկախության կամ, չգիտեմ, հակառուսական հերթական մի ավանտյուրայի մեջ մտնելով։ Ներողություն, պարոն Քոչարյան, դուք ուզում եք ասել, որ ավելին ասեմ, վրացիներին տալիս են 6.6 միլիարդ գումար։ Հա, դրա մասին չգիտես ինչի, որովհետեւ մենք դե մեզ սկզբից 1.5 են տալիս դարձին 2.6, Վրաստանին 4։ Եվ Ադրբեջանը ամենաքիչն է ստանում այդ։ Հա, Ադրբեջանն ասում են դու փողում ես, քեզ պետք չի։ Ամենաշատն է ստացել, տարածքից։ Այնտեղ շատ հետաքրքիր է այդ գումարը որտեղից է։ Դե տարածք էր ուզում, տարածք ստացավ։ Տեսեք, իսկ միգուցե Ադրբեջանը այդ գումարը ուղարկել Եվրոպական միություն, հա, որ ես նայեք, ես տարվա սկզբից առաջ փետրվարի 5-ից կարծեմ, ես ուզում եմ հասկանամ 750 միլիոն եվրո ունենք ծախել, ով է գնել մեր եվրոբոնդերը, որ պետությունն է, որ գիժն է խելառնա, հա, բանկրոտ պետությունից 750 միլիոն եվրոյի բան գնում, որտեղ այդ գումարը շատ արագ օգտագործեցին սոցիալական լարվածությունը մեղմելու համար, չգիտեմ, նախընտրական 68000 տարի եւ այլն, որ մարդիկ ձեները կծեն։ Ու հարցեր էլի, այսինքն, եթե պատերազմ է սպարտվել, կովիդ է սպարտվել, զրոյական ներդրումն է, ասենց ով է քեզանից այդ գումարը, այդ բոնդերը աչքերին համար։ Հա, եւ ինչպես ասում են, հարցեր է սա ինչ հետ կապված։ Ռուսաստանի հետ կապված էլի ասեմ, տեսեք, եթե դու չես կարող համարժեք պատասխան տաս կամ չես կարողանում ապահովել ինչ-որ sense անվտանգության բարձիկ մոտակա 5 տարով, որպեսզի Վրաստանի հետ կռվես, Ռուսաստանի հետ կռվես, հա, մի արա այդպիսի բաներ, որովհետև որ պետությունները փորձեցին այդպիսի բաներ ունենալ, իրենց խնդիր են ունենում, ուժում են։ Կապված շատ ճիշտ կապ գտավ բանախոսը Թուրքիայի գունավոր հեղափոխությունները եւ մտնել մի քանի հոդվածներ կային այդ թեմաներով հետազոտություններ, որ տեսեք Սորոսի ցանցը, որի մասին մենք շատ խոսում ենք, դա բիզնես պրոյեկտ է։ Այսինքն Սորոսը ցանցը ստեղծում է բոլորին այսենց ընդդիմության, պետության մեջ ներգրավում է, մտցնում է, հետո ասում են, ես sense բան ունեմ, ով է առնում։ Այսինքն դու ինձ կտաս դրանից հետո ես քեզ կասեմ, որ բիզնեսները կամ նախարարությունները դու ինձ կտաս, ես այդտեղից իմ գումարը կհանեմ, բայց քեզ պատրաստի բան ու մենք կարող ենք տեսնել, որ հիմնական գնորդը կամ արենդա վերցնող այդ առևտրի Թուրքիան է։ Ելի եմ ասում, Սորոսը չի քանդում երկիրը, Սորոսը այդ մետաստազը Վաճառք է անում։ Պարոն Առաքելյան,
մենք ի վերջո ուր ենք գնալու այս քաղաքականությամբ։ Մենք անցած 10 օրերի ընթացքում ոսկեպարից մինչև Բաղանիս, մինչև Նոյեմբերյան շրջան ընդհանրապես եւ փորձում ենք հասկանալ որն է ի վերջո թուրքական գործոնը կամ ադրբեջանական գործոնի մուտքը չեզոքացնելու ուղղված մեր հանրության իմունիտետը դիմադրողականության ինչ տոկոս է մնացել ի վերջո, մանավանդ որ նարատիվներ են ձևավորել անկլավների հետ այսպես կոչված եւ այլն եւ այլն։ Մենք այդ սադրանքը տեսանք Արարատի մարզի կողմից, հա, Տիգրանաշեն, չի բացառվում Տավուշ, այսօր Գեղարքունիք, վաղը Տավուշ եւ մի գեղեցիկ օր մենք կարող ենք մեր աչքերը բացել եւ տեսնենք, որ ադրբեջանական բանակը վերին ոսկեպարն է։ Մարդիկ ասում են, ինչպես էին անում Գեղարքունիքում։ Պարոն Օխիկյանը շատ լավ գիտի, գնացել նկարել է։ Եկել են թուրք ադրբեջանցի զինվորները ասել են, որ գնացեք ձեր վարչապետին հարցրեք։ Մենք իր հետ պայմանավորվածություն ունենք, դու ով ես այստեղ։ Ուր է գնում այս ամբողջը։ Ես վախս ոսկեպարի կողմում, երբ Հայաստանի քարտեզը նայում ենք տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաները եւ խողովակաշարերը, ամենակարևոր տեղը, որ գոնե մենք կարող ենք սպառնալիք լինենք, դա նոյեմբերյանի շրջանից խողովակաշարերն են, որ մեր քթի տակով դեպի հյուսիս-արևելք։ Եթե հիշեք ապրիլյան պատերազմին Ադրբեջանը ամեն ուժը դրեց Թալիշի վրա։ Որտեղ Թալիշը ամենամոտն էր այդ խողովակաշարերի եւ ասենք պատերազմական գոտի էր, մենք կարող ենք դից օգտվեինք, խփեին մեզի ամեն գնով այդ տարածքից հետ նստեցրեցին, ասենք այս վերջի պատերազմը հիմնական կետը։ Ես հիմա վաղս նոյեմբերյանի կողմում եմ, որ ասենք այդ անգլավների խնդիրները եթե սկսեն բացել, մենք ընդ ոսկեպարի խնդիր ունենք։ Գուցե Հայաստանում դարձյալ այդտեղ ոչ թե գուցե հաստատ կայացնում են այդպիսի մարդիկ, որոնք կասեն առաջինը չպետք է վտանգել British Petroleum-ի շահերը։ Հայաստանը պետք է երաշխիքներ տա։ Բայց ես կարծում եմ մեր թշնամիները մեզ լավ են ճանաչում, նաև են հայկական, ազգային հաղորդակցությունը կրող մարդկանց են լավ ճանաչում եւ գործում են նրանց չեզոքացնել։ Նրանց չեզոքացնելու համար նաև մենք պիտի այնպիսի տարածք ունենանք, որ անգամ եթե մեր ազգային տղերքը ուզենան մի բան անեն, չկարողանան, այսինքն մենք հիմա այդ խողովակաշարերը մեր քթի տակով անցնում, այսինքն ցանկացած ժամանակ եթե պիտի ամեն ինչ խառնվի իրար, մենք էլ կարողանանք գոնե այդ կետով խառնենք խաղերը իրար։ Ի վերջո, ներողություն, այսօր ասենք լավ, ունենք իշխանություն, որը ապազգային է, որը դավադի է, որը թշնամու հետ գործարկում չէ։ Բայց վաղը չեմ հուսով, դες այդ համամտել եմ, վաղը չեմ հուսով կարող է իշխանության գալ ազգային ուժ և այո, ես կխփեմ օրինակի համար այս տարածքին։ Ինքը թշնամին պիտի իրեն ապահովագրած։ Պարոն Օխիկյան, ամփոփենք արդեն վերջին հարցս, լավ, պատերազմական գործողություններ, որին սովոր ենք մեծ հաշվով, լոկալ մասշտաբի, ես էլ եմ բացառում լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը, որովհետև երբ խոսում է դիվանագիտությունը, տվյալ դեպքում այս պատերազմական գործողությունները ընդամենը այսպես ֆասադային հատված է, բեմադրություն է, բայց ցավը եւ ողբերգությունը այն է, որ մեր երեխաներն են զոհվում հերթական անգամ եւ չգիտեմ, ոչ մեկին հետաքրքիր չէ գուցե։ Ես հիշում եմ, երբ որ օգոստոսյան դիվերսիայի ժամանակ 14 թվականին մեր այդ 6-7 զոհերը, որ մենք տվեցինք, բայց փոխարենը Արցախի իր դիրքերը տասնապատիկ ավելի ամրացրեց, դեռ չեմ խոսում, որ ադրբեջանական որևէ դիվերսիոն խումբ այդտեղից մինչև եղնիկներ չէր համարձակվում գալ այդ տարածք, որովհետև գիտենք կա ներքին ինֆորմացիա, մենք գիտենք, տիրապետում ենք, չենք խոսում դրա մասին։ Փաստորեն հիմա թուրքը գալիս է, ադրբեջանցին գալիս է, մտնում է մեր տարածք, ասում է ես կսպանեմ էլ սա էլ կանեմ, գնա դու քո իշխանության հետ պայմանավորվի, իշխանություն չկա, մենք պարալիզացված պետությունում ենք ապրում, մամուլի խոսնակներն էլ չկա, մամուլն էլ չկա, տեղեկատվություն չկա, ինչպես վարվի սովորական քաղաքացի։ Շատ դժվար բան է ասում իրականում, որովհետև շատ ծանր բան է բեռը մեր ուսերի դրված, իսկ մենք անդադ ենթարկվում ենք Հայաստանի իշխանության ֆեյքային հարձակումներին, Ադրբեջանի իշխանության հարձակումներին,
Թշնամական ուժերի, այսինքն մենք ինքներս, որոնք մեր ուսերին է դրված այդ բեռը, մենք անընդհատ հարձակումների ենք ենթարկվում եւ ներսում եւ դրսում։ Հասարակության վիճակը ցավոք սրտի այսօր նախանձելի չէ, որովհետեւ անընդհատ մեդիա գրողների է ենթարկվում ապատեղեկատվության։ Ես ավելի շատ կարծում եմ ինչպես պիտի մենք աշխատենք, որովհետեւ հասարակությունը ի վերջո ստանում է տեղեկություն եւ ըստ դրա կողմնորոշվում է։ Կարծում եմ, որ մենք պիտի հանրությանը եւ առողջ փորձագիտական դաշտը, առողջ մեդիա դաշտը, ազգային ուժերը չեն կուսակցականացնում, ապա քաղաքական կամ ապա կուսակցական ազգային ուժերը պետք է հստակ աշխատեն այն ուղղությամբ, որ հասարակությանը հստակ տեղեկացնեն ինչ է սա իրենից ներկայացնում, ինչ է ուզում Ադրբեջանը։ Արդյոք մեր հասարակությունը գիտի, որը հիմա ախուճապի մեջ է, գիտի, որ Ադրբեջանը 20 թվականի պատերազմի հետևանքով կորցրել է իր տանկային գումարտակի, տանկային, այսպես ասած, կազմի ավելի քան 75%։ Արդյոք մեր հասարակությունը գիտի, որ Ադրբեջանը կորցրել է իր մասշտաբ ծավալային զենքի 65%-ից ավելին, նկատի ունեն ՀՄՄ, նկատի ունեն Հրետանի եւ այլն եւ այլն։ Նմանատիպ կորուստի վերջո արդյոք մեր հասարակությունը գիտի, որ առնվազն 11% իր բանակի հետևակային զորքի 11%-ը զոհվել է Ադրբեջանը։ Դա հսկայական կորուստ է։ Եվ արդյոք Ադրբեջանը կարող է մի քանի ամսվա ընթացքում վերականգնել։ Չի կարող։ Բայց Հայաստանի իշխանությունը հասարակությանը անընդհատ տեղեկատվական տերորի է ենթարկում։ Տեսեք գալիս են, տեսեք մեզ սպանում են, տեսեք էս են։ Վախեցեք։ Վախեցնում են։ Հասարակությունը պետք է կարողանա հենց մեր միջոցով պիտի կարողանա շտկել մեջքը հանուն պետականության։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ամփոփենք շատ կարճ։ Ուր ենք գնում։ Տեսեք, մենք կարողանում ենք ինչպես Վալովյան ասել շտկել մեր մեջքը, մեզ ինչեր է ենթադրում ինստիտուտների վերականգնում, պետական ինստիտուտների։ Ինչպես։ Լավ առաջին հերթին առանց իշխանապետություն չի կարող տեղի ունենալ, սա պետք է փաստել։ Եվ երկրորդ կարևոր կոմպոնենտը, մյուս կարևոր կոմպոնենտը Սփյուռքը այսօր փաստացի տարածվում է։ Եթե ժամանակին կար իդեմս ամերիկյան Սփյուռքի գաղափար, որ պետք է ճանաչել ցեղասպանություն եւ այլն, այսօր գոն ինչ որ մեկ այլ գաղափար չկա, որ կարող է համախմբել Սփյուռքը։ Այսինքն Սփյուռքի ինստիտուցիոնալացումը, որի դեպ ժամանակին օգտագործներից Իսրայելը այլ ընտրակ այլևս չունի, բայց եթե մենք գնում ենք այս ճանապարհով, հաստատի այն ինչ որ այսօր տեղի ունենում, մենք շրջում ենք մեր պետականության վերջին էջը, բայց սա ես չի ուզում սկզբանե արձանագրել, բայց ես ասում եմ, թե ինչ եմ կարծում, որ ինչ պետք է արվի, որովհետև հիմա մենք նույնիսկ եթե թուրքերի հետ գնանք սահմանը բացնան, մենք երբեք անվտանգ չենք լինելու, երբեք։ Որևիցե մեկը մեզանից գիտի այսօր քանի ադրբեջանցի է մեզ հետ հավասար Երևանում ապրում, ինչպիսի օջախներ են ձևավորվում, ինչպիսի բջիջներ, որ ցանկացած պայմանական եմ ասում, հա, անհնազանդության դեպքում ինչ տերորներ կարող են տեղի ունենալ Հայաստանում, ինչ ահավոր իրադարձություններ կարող են լինել։ Որևիցե մեկը սրա մասին չգիտի։ Ես վերեմ Գերմանիայի օրինակը։ Աջ ռադիկալ կուսակցությունը Գերմանիայի, որը պաշտոնապես ունի 3000 անդամ Գերմանիայի հանրության համար եմ ասում։ Գորշ գայլերը, որոնք արգելված չեն Գերմանիայում, ունեն 18000 անդամ։ Եվ Բունդեսթագի պատգամավորներից մեկի հետ խոսելու ժամանակ եւ մի փոքր անկեղծացավ, ասաց գիտեք, եթե մենք նույնիսկ շատ ուզենանք որևիցե ռադիկալ քայլերի գնանք Թուրքիայի հետ, մենք այլևս երբեք չենք կարող։ Դա գրանցված։ Իսկ ոչ ֆորմատիվը ոչ գայլերի Գերմանիայում իրենց պատգամավորի բանությամբ հասնում է մոտավորապես 80000-ի։ Մենք ինչ օջախներ ենք այս պայն մենք ազդեցության գործոնները դեռ չենք խոսում, որ տարածվում է մինչև 5.600.000։ Իհարկե, ես դրա մասին չեմ խոսում, այսինքն մենք այն իրավիճակը, որ ունենք, սա կենսական նշանակության, այսպես ասած, ժամանակահատվածում ենք մենք ապրում։ Մեր հաջորդ պանելային քննարկումը ձեզան պայման կհրավիրենք եւ այդ դեպքում մասն ավելի մասին խոսենք։ Պարոն Արաքելյան, շատ կարճ խնդրում եմ։ Ուր ենք գնում, կարծում եմ, այս իրավիճակով պարտադրվելու է սահմանազատում եւ սահմանադրություն։ 4 համակ, պարոն Քոչարյան։ Ուր են գնում։ Պարտադրվելու է, մեզ ասելու ենք մենք, այո, կարող որ նրանք կողպատե մանդատ են ստացել։ Ուր են գնում, ասում եմ հասել են։ Հասել են, ավելի վատը չի լինի։ Դա չէ, հասել ենք այն իմաստով, որ արդեն մեզանից որևէ բան կախված չէ։ Եվ մեր ձեռքից սուվերենությունը ամբողջությամբ։ Այսպես ասեմ, երրորդ հանրապետության պրոյեկտը իմ կարծիքով փակված է արդեն, հա,
որովհետև բոլոր պետական ինստիտուտները, որոնք ձևավորվել են երրորդ հանրապետության ժամանակ, քայքայված են կամ ոչնչացված են, եւ ինչ է կառուցվելու այս տարածքում, եթե մնա Հայաստանի Հանրապետություն որպես անկախ պետություն բարձրացել, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, այսպես ասենք, ինչ է այստեղ կառուցվելու դրա փոխարեն Բաթումի, չգիտեմ, թուրքական ներդրումներով Հայաստան, թե չգիտեմ, Վիլայեթ, դա արդեն կախված մեզանից է նույնիսկ արդեն կախված չէ։ Մենք չէ, մարդիկ ովքեր ընդդիմություն արեցին Նիկոլ Փաշինյանի համար, իրենք լաշտվեցին բոլոր արտաքին ուժերին վարվել այնպես, ինչպես իրենք ցանկանում։ Իսկ Հայաստանը ուներ ներուժ ի վերջո, խնդիրը դարձյալ տղերք։ Դա է որ ոչ թե պիտի դիտարկենք միայն իշխանական շրջանակից, սա վատն է, սա լավն է։ Ընդհանրապես ես իմ ազգի իմաստության վրա չեմ կասկածում։ Խնդիր չկա, կա Հայաստանի թուրքացում եւ կա այդ Հայաստանի թուրքացումը կանոնիստներ, այսինքն ուրիշ տեսակ ընդդիմություն իշխանություն բան, հիմա տես բան չկա, կա թուրքական վեկտոր եւ կա դրա դեմ պայքարելու բան։ Եթե մենք հանձնվում ենք որպես երկիր, որպես ժողովուրդ եւ ասում ենք օքեյ մեզ համար ոչ Ռուսաստանն է կռիվը անելու, ոչ Ռուսաստանը։ Ես շնորհակալ եմ պարոն Հայկ հետաքրքիր զրույցի համար, տասնած իհարկե այս բոլոր ռազմական գործողությունները վերջ գտնեն, ի վերջո զոհեր չունենանք մենք, բայց Genesis-ը շարունակելու է փորձագիտական, այսպես հանրույթի մասնակցությունը ապահովել եւ գոնե որպես անաչառ ինֆորմացիա կարող վերջին update-ները, վերջին թարմացումները ունեցող մեր մասնագետներին հրավիրել այստեղ եւ դարձնել սա այն հարթակը, որտեղ ցանկացած պահի մենք մեր հանրությանը կտեղեկացնենք թե մեր Facebook page-ի, թե Աբնյուս հեռուստաընկերության, թե մնացած մեր լրատվամիջոցների, մեր գործընկերների միջոցով տեղեկացնել։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի քննարկման համար։ Իմ հյուրերն էին Հարություն Առաքելյանը, Մերզավոր Արևելյան հարցերի մասնագետ, միջազգայնագետ, Նայիրի Հոխիկյանը, մեդիա փորձագետ, տարածաշրջանային հարցերով մասնագետ, փորձագետ, Տիգրան Քոչարյանը հայտնի մեդիա փորձագետ եւ քաղաքական գիտությունների տեխնացու, արդեն տեխնացու։ Դեռ չի եկել հաստատում, բայց ես լիավիս եմ, որ շուտով բարձրագույն որակավորման կոմիտեից ի վերջո կգա։ Հաստատումը Սուրեն Պետրոսյանը, ձեզ հետ ԿԳԹ դոցենտ Genesis Armenia համայնքական նախաձեռնության ուղեղային կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանն էր։ Սպասեք մեզ նոր միացումների եւ ավանդույթի ուժով ասեմ, պինդեղեք։